Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք նորից ապիշուսում ենք, դեռ մենք շատ ենք լինելու այստեղ եւ ձեզ ենք ներկայացնելու կերակրատեսակներ մեր ազգային խոհանոցից։ Այս պահին մենք ընտրել ենք Տավուշի մարզին բնորոշ կերակրատեսակները եւ ձեզ ենք մատուցելու Տավուշի խոխոb կերակրատեսակը։ Ունենք հավ, նուր, հոնիչիր, Ռուբենը հոնիչիրն է մաքրում, Վադիմը հեսա կանաչին կտրատի, կանաչենք օգտագործելու համեմ սամիտ, աղ, պղպեղ եւ լավ տրամադրություն։ Օգտագործելու ենք նաեւ տնական յուղ։ Ինչու ենք ընտրել համեմն ու սամիթը։ Համեմն ու սամիթն ենք ընտրել այս կերակրատեսակի, որովհետեւ հաշվի ենք առել հավի համային առանձնահատկությունը։ Հավը մեզ համար նուրբ համային կատեգորիայի մեջ է եւ նույնը կարելի ասել սամեթի եւ համեմի մասին ըստ կանաչիների, ընդհանուր կանաչիների, եթե մենք պատկերացնենք համային այսպես կատեգորիան, սրանք նույնպես նուրբ համային կատեգորիաների մեջ են, չէ՞ Ռուբեն։ Այո։ Ճիշտ է։ Ահա, ինչ ենք անելու։ Կտրատելու ենք հիմա, ո՞նց ենք կտրատում։ Հավը։ Պոչիկը կհեռացնենք, բիզիկը կհեռացնենք, այսպես կկիսենք։ Բարեկամներ, պիտի անպայման հուշեմ, որ եթե ձեր հավը տնական հավ է, ապա պիտի անպայման նախորոք խաշել, որովհետև տնական հավի մկանային հյուսվածքները մի քիչ ավելի կոշտ են եւ միանգամից տապակել չարժե կդժվարանանք։ Միսը նախ եւ առաջ պետք է տապակենք։ Խոխոb կերակրատեսակը ընդհանրապես բնորոշ է գարդմանքի տարածաշրջանին, գարդմանք, այսինքն դաշտային Արցախ, Լեռնային Արցախ, նաև այսպես Տավուշի, այսինքն Շամշադինի այդ մասը եւ հատկապես Գանձակի տարածաշրջանին բնորոշ կերակրատեսակ է եւ նրան մասնակցությունը, այսինքն նուրը կամ այլ թթու պտուղը այստեղ պարտադիր է։ Ընտրված միսը կարող է լինել թռչնամիս, կարող է լինել գար, նույնիսկ կարող են տավարի մսով անել, բայց նրան հատիկները կամ հոնը կամ երկուսը միասին եւ սոխը պարտադիր են։ Կիսալուսնած է ընդունում եմ, պարտադիր են։ Նույնիսկ ավանդույթ կա Արցախում խորխոբ են ասում, սոխը եւ նուրը միասին ճզմում են եւ դնում են սեղանի որպես հացան, սոուս եւ շատ օգտակար սոուս է, հատկապես ծանր կերակրատեսակներ կաշակելու ժամանակ։ Արդեն կերևապատվեց, ինչի համար մենք այսպես կտրվածքով դեպի ջերմային մշակման սարքը դրեցին, որպեսզի մկանային հյուսվածքները, ինչպես նշեցինք, փակենք ավելորդ ծննդային արժեքների կորուստից, ապահովենք։ Այս կերակրատեսակի նման կերակրատեսակ կա նաև վրացական խոհանոցում, որը կոչվում է Չախոխ բիլի։ Այստեղ տարբերությունը այն է, որ հայերը թթու միջավայր ստանալու համար օգտագործում են նռան հատիկներ կամ հոն, վրացիները լոլիկ։ Նորից շրջում ենք։ Հիմա մենք կարող ենք մի քիչ համեմել աղով, մի քիչ սև պղպեղով, Վազիմ ջան, հիմա հարկավոր է սամիտ ու համեմ կտրատել մանր։ Տեսեք, մենք համերը կառուցում ենք, համայն այդ կառուցվածքը կամաց բերում ենք, կառուցում ենք, ոնց որ շենք ենք կառուցում։
Կամաց։ Այս հիմա մենք աղ ու պղպեղ արեցինք, սա շենքի, ոնց որ շենք լինի, շենքի հիմքն է։ Եվ իսկ համային այդ կառուցվածքի մեջ ենթահամերն են սրան։ Մենք վերջում ենք համային մեր պատկերացրած կառույցը տալու ենք նրան ու կանաչիների միջոցով։ Բայց հիմա էլի համային փոխադրումներ է լինում։ Հավի միսը, աղը, պղպեղը, որոշակի համի կրողներ են։ Հիմա այս մասն ենք անում, այսինքն մենք կամաց ոնց որ շենքն ենք կառուցում։ Պատերը, հետո կապ արդեն կտուրը, արդեն տանիքը, այս մասն է, որով մենք արդեն ուղարկելու ենք ճաշակողին։ Շենքը կառուցված տանիքով։ Տանիքը այն համային կառույցն է, որի մենք մտքի մեջ ունենք, կամաց գալիս ենք, պատրաստելով գալիս ենք դրան։ Խնդրում եմ կտրատել։ Մենք մի քիչ նուռ ենք անում սրան։ Մի քիչ դեռ ամբողջը չենք անելու։ Մի քիչ հոն, մի քիչ սող, մի քիչ կանաչի։ Կարելի է ասել նախատեսված համեմունքների, այդ թվում նաև կանաչիների 10%-ը առայժմ։ Հիմա մի քիչ ծածկում ենք, մսին հարստացնում ենք այդ համերով, ինչ համեր տվեցինք։ Իրականում մենք չենք կարող մի բան դնել այստեղ, կափարիչ ծածկել ու գնալ ինչ որ բանով զբաղվել։ Մենք մտոք ամբողջությամբ այստեղ ենք։ Ինչ գործ էլ անում ենք, մտոք այստեղ ենք։ Մեր միտքը այստեղից չի շարժվելու, ոչ մի տեղ։ Հիմա արդեն ամբողջությամբ սոխը լցնում ենք։ Նուռը լից։ Մի բուրը։ Մի հատ էլ։ Հոնը կեսը։ Մի հատ էլ։ Կանաչին մի քիչ։ Հիմա եթե ձեզ հարցնեն նույնիսկ, կարող եք բերանով, բառերով, լեզվով բացատրել, թե ինչ համ ենք ստանալու, դուք պիտի կարողանաք բացատրել։ Այ sense հավի այս նրբահամ համը համադրված սամիթի ոչ պակաս նրբահամ համի հետ աղի եւ պղպեղի համադրությամբ մի համային կոմբինացիա է ստացվում։ Իջեցրել ենք ջերմաստիճանը, որպեսզի շատ ուժեղ չլինի, ընդհանրապես թե տապակման, թե խաշման process-ի ժամանակ շատ կարևոր է սկզբից սկսել բարձր ջերմաստիճանով եւ ավարտել ցածր ջերմաստիճանով։ Քանի որ բավականին սոխը հյութ դուրս կտա եւ սոուսային զանգված կստանա։ Այո, ապրես։ Մեզ հարկավոր է խորը ապսել։ Կեցես։ Այհենց մենք այդ սոուսը ստանում ենք սոխի նռան հյութից։ Սոխի նռան յուղի կանաչիները, որոնք որ կտան գույն եւ համ։ Այո, հիանալի, ապրես դու, կեցես։ Իսկ կերակրատեսակը ճաշակողին պիտի նախ եւ առաջ գրավի ինչով։ Տեսք։ Այո, տեսքը պիտի գրավիչ լինի, տեսքը պիտի կանչի նրան, հետո մենք տեսնենք թե ինչ բաղադրիչներ են, հետո ճաշակենք նոր իմանանք թե համը ինչպես է։ Բոլոր զգայարանները աշխատում են ուտեստի մեջ։ Այո։ Նույնիսկ ձայնային։ Այո, դուք արդեն գիտեք կերակուրը ոնց է նվագում։ Մենք հաճախորդներին մեկ-մեկ ասում եմ, դուք լսել եք երբևիցե կերակուրը ոնց է նվագում, երգում, ասում են ոնց ինչպես թե երգում, ասում եմ այո, երգում, որովհետև լավ կերակրատեսակը, այո, ինչու ոչ։ Այո։ Ես հիմա քեզ խորհուրդ կտամ հոնդ լրիվ ամբողջությամբ պարպել այնտեղ։ Շատ չի մեր մոտ, բայց Դե աչ ձերքով ծածկիր։ Պարոն Մամուլյան, ձեզ մի հատ այսպիսի հարց։ Խնդրեմ։ Եթե ոչ խոհարար, ապա խոհարար։ Եթե էլի ոչ խոհարար, ապա նորից խոհարար։ Ես հիմա շատ երջանիկ մարդ եմ, որ զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով։ Ես առավոտյան արթնանում եմ, շտապում եմ գործի։
Գործը վերջացնում եմ, շտապում եմ տուն։ Ես հենց դրանով եմ երջանիկ։ Իսկ ավելի, եթե այսպես ասեմ, ավելի այլ տեսանկյունից քո հարցը, մարդու երջանկության մեջ սիրելի աշխատանքը ամենևին վերջի տեղում չի։ Մարդը, եթե իր սիրած աշխատանքով է զբաղվում, ինքը անսահման երջանիկ է։ Ես սիրում եմ, որովհետև այստեղ մտածելու առիթ կա, ստեղծագործելու առիթ կա։ Ես այս նույն տեսքով, այս նույն համով, այս նույն կոնցենտրացիայով կերակրատեսակ երբևիցե չեմ կարող պատրաստել։ Ամեն անգամ նորովի է լինում։ Եվ ընդհանրապես ես կրկնություններ չեմ սիրում։ Ամեն անգամ նորովի, ամեն անգամ ինչ-որ բան, ինչ-որ ավելի։ Եվ բնականաբար ես երջանիկ եմ նաև լինում այն պահերի, երբ որ վերադառնում են սպասարկման սրահից դատարկ ափսեները։ Իսկ ինչ կասեք այն մարդկանց, ովքեր որ ուզում են իրենց ճանապարհը եւ ուղին սկսել խոհարարությունից։ Ուրեմն տեսեք, ընդհանրապես յուրաքանչյուր մասնագիտություն ընտրելիս նախ եւ առաջ պիտի պատրաստ լինես շատ ու շատ կրթվելու, շատ ու շատ կարդալու, շատ ու շատ ընկղմվելու նրա մեջ, մինչև ամենափոքր մասնիկը ընկղմվելու։ Եվ նախ եւ առաջ պիտի քո մասնագիտական կարողությունների մասին մտածես, այլ ոչ թե անմիջապես եկամտի կամ ինչ որ բանի։ Եթե դու մտածես քո կրթվածության մասին, եթե դու մտածես որ դառնաս ավելի լավը, վերջում հաջողություն ունենաս, այն նյութական այդ բարեկեցությունը քեզ հետապնդելու է, եթե դու նույնիսկ նրան չայցելես։ Ինքն է քեզ հետապնդելու ու որտեղ էլ որ բռնեց, անպայման իրենով անելու քեզ։ Նույնիսկ կերակուրը, այդ մասնիկները այսպես շրջելիս, նրան կպչելիս, պիտի զգուշ լինես, պատկերացնելով, որ այն կերակրատեսակը դա մի նոր ծնված օրգանիզմ է, որը քեզանից է ծնվել։ Դու ես դրա հեղինակը։ Ինչպիսին կուզես լինի այն օրգանիզմը, որը քեզանից է ծնվում, բնականաբար կուզես լինի անվնաս, ջերմ, համեղ, քաղցր, պուպուշիկ, չէ՞։ Վերջին պահն է, հիմա մենք ասացինք, որ նախ եւ առաջ տեսք համի առումով արդեն ունենք վերջնական, այսպես, ոչ թե այսպես, այսպես, աղա, լավ և պղպեղը։ Հիմա մենք նորից ավելացնում ենք կանաչի ու նուռ, 2 րոպե հետո ծածկում ենք, անջատում ենք, 3 րոպե հետո մատուցում ենք։ Նուռը Ռուբենի հերթն է։ Ապրես, ծածկեցինք, մինչև 120-ը հաշվեցինք, ամեն ինչ պատրաստ է մատուցման, ծնվեց այսօր, հենց հիմա այս պահին խոխոբ կերակրատեսակը, ծնվեց մեզանից, մեր երեքից, մենք շատ լուրջ պարտականություն ունենք նրան նույն հոգատարությամբ ուղարկել ճաշակողին։ Մոտեցի Ռուբեն, մոտեցիր։ Լավ է, չէ՞։ Արցախի հոտ, այ, ապրես դու։ Դու տեղադրի, խնդրում եմ, վերջում այդ սոուսը գտալով, վերջում սոուսը գտնենք վրան։ Այդ սոխով, այդ իր ամեն ինչով, այո։ Բարեկամներ, այսքանն ենք նախապատրաստ է,
Վադիմի եւ Ռուբենի հետ, պիտի շնորհակալություն հայտնեմ մեր երիտասարդներին, իսկ ձեզ հարգելի հերոստատիտողներ երբեք այլ վայրերում չփնտրեք արարման վայրը։ Արարիչը դրա մասին արդեն վաղուց մտածել է եւ այն Արարատի երկիրն էր։ Կերակրատեսակը համարվում է հիմնական կերակրատեսակ, մատուցման ջերմաստիճան 60-ից 75 աստիճան, ճաշակել սպիտակ անսահմանափակ հայկական գինով։ Ցտեսություն։